Բարեկամ շարունակել ես նույն հարցը։ Եթե ինչ-ինչ պատճառներով, հա, դուք ասում եք, մենք ոչ ենք արել, ներքին պայմանավորվածություններ չունենք, նոր ոչ ենք անում, եւ գործընթացը ինչ-որ չստացվի կամ ժողովուրդը դուրս չգա, ռիսկ չեք տեսնում, որ դա ավելի իշխանության դիրքեր է կամ ռապնդի, ու առնվազն Փաշինյանը կասի տեսակ։ Շատ լավ։ Եկեք այս հարցից հետո Տիկին Գևորգյանի հարցին։ Ձեր ասածը գուցե տեսական մակարդակում ես քննարկեի, եթե պրակտիկան չլիներ։ Մենք մինչև այսօր լայնամասշտաբ ամենամեծ ակցիաները եթե վերցնենք, ՀՓՇ, դիմադրության շարժում, սրբազան պայքար։ Յուրաքանչյուր հաջորդը եղել է ավելի մեծ, քան նախորդը։ Դիմադրությունը ավելի լայնամասշտաբ էր, քան ՀՓՇ-ն, սրբազան պայքարը ավելի լայնամասշտաբ էր, ավելի մարդաշատ էր, քան դիմադրությունը։ Ուստի տեսական մակարդակում ես դեր ասածը կարող եմ հասկանալ, բայց փորձս 3 անգամ արդեն ցույց է տվել, որ դա այդպես չի։ Եվ այն մարդիկ, ովքեր լեփ-լեցում լցրել էին հանրապետության հրապարակը սրբազան պայքարի հիմնական միջոցառումների ժամանակ, ոչ միտեղ չեն վերացել։ Իրանք այստեղ են, շարունակում են ապրել Հայաստանում, շարունակում են սրտում վառ պահել պայքարի կրակը։ Մենք առաջարկում ենք այդ կրակը իրավական ճանապարհով, օրենքով չարգելված միջոցներով ուղղել ի փոփոխություն, ի բարօրություն։ Հիմա շարունակեմ դեպի Տիկին Գևորգյանի հարցը։ Վերջին հատվածը մի հատ կրկնեք հարցը։ Շնորհակալություն։ Այս պարագայում գործում է մի սկզբունք իմ համար։ Երկու պատճառով։ Առաջին, որովհետև ձեր նշած բոլոր փողոցային պայքարների ժամանակ հանրապետականը իր կարևոր դերակատարումը ունեցել է, եւ երկրորդ, այն պատճառով, որ այն բացթողումները, այն սխալները, որոնք առկա էին նախորդ պայքարների պարագայում, սուբյեկտիվ եւ օբյեկտիվ, դրանց մասին հրապարակային խոսելու հաճույքը ու իմաստը ես երբեք չեմ հասկացել։ Սխալներից որոշ հատված վերջում հանգում են այս կամ այն սխալ որոշման։ Դրա վերաբերյալ կարծիքը երկու գործընկերներ շատ հանգիստ կարող են հեռախոսով իրար հայտնել կամ քննարկումների ժամանակ վերլուծել, ասել, այսինչ բանը եթե այսպես անեինք, գուցե ավելի լավ լիներ։ Ես երբեք չեմ տրվի այն գայթակղությանը, որպեսզի ես չեմ ասում, որ դուք հատուկ եք տանում, որ քաղաքական դիվիդենտներ շահելու համար թիրախավորեն որևէ ընդդիմադրի կամ որևէ պայքար, որի մասնակից լինելու պատիվ ենք ունեցել թե մեր կուսակցությունը եւ թե ես որպես անհատ։ Ուստի առանց զուգահեռներ տանելու, թե որ փուլում ինչ պատճառով եւ այլն, չեմ ուզում ուղակի մտնել։ Այս պարագայում հենց ձեր հարցի մեջ նշած տարբերակն է աշխատում։ Սա մաքսիմալ անկեղծ է։ Մենք հստակ բացատրում ենք, որ սիրելի քաղաքացիներ, այս գործիքը կախված չի Փաշինյանի արտահերթ ընտրություն նշանակել չնշանակելուց, այդ ընտրությունը հերթական կամ արտահերթ, արդար անցկացնել կամ չանցկացնելուց, իր հրաժարական տալուց կամ չտալուց, իմպիչմենտի գործիքի առավելություններից մեկը կայանում է նրանում, որ Փաշինյանից այստեղ 0% կախում կա։ Ուստի էլ սրանից էլ անկեղծ, մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ եթե մեզ բոլորիս հաջողվի միասնական հասնել իմպիչմենտին, մնացածը արդեն իրավական գործընթաց է։ Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի մեր քաղաքացիները փողոցային, օրենքով չարգելված միջոցներով իրենց կամարտահայտումը իրականացնեն եւ այն երեսփոխանները, որոնք դեռևս չեն միացել իմպիչմենտին, հասկանան, որ իրական ժողովրդի պահանջը կայանում է դրանում։ Իմպիչմենտի գործընթացի ինկլյուզիվությունը, այդ թվում նաև ներառականությունը կայանում է նրանում, որ ուղիղ ժողովրդավարություն է քաղաքացին դուրս է գալիս փողոց եւ պահանջում է իրականացնել իշխանափոխություն։ Այս առաջարկը, ինչի՞ եմ ես միշտ ասում, որ սա ընդդիմության իմ կարծիքով միակ ամբողջական օրակարգն է, որովհետեւ A կետից մինչև F կետ ամբողջը ներկայացված է։
անում ենք սա, արդյունքում տեղի է ունենում սա, արդյունքում տեղի է ունենում իշխանափոխություն։ Ամեն ինչ շատ պարզ ու թափանցիկ։ Ու ամենակարևորը մերսի այդ բառը մեջ բերելու համար անկեղծ։ Ես եմ շնորհակալ, ձեզ բարի գիշեր։